Ողջույն սիրելի եկեղեցի, շրջվիր կողքինիդ, բարևիր, ողջունիր, եթե առաջի անգամա էլ ավելի շատ օրհնիր իրանասա փառք Աստծո քեզ համար, շատ լավ տեղ ես եկել։ Այսօր հրաշալի օր է, լավ ժամանակ ենք ունենալու իրար հետ։ Ամեն։ Դե ինչ ընտանիք թեման, խոսելու ենք ընտանիքի մասին։ Գիտես, ես շատ եկեղեցիներում եմ եղել, բայց տեսել եմ 100-ից ավել մարդկանցով լի եկեղեցի, հարյուրներ, բայց շատ քիչ ընտանիքներով։ Ընտանիքից մի հոգին, ընտանիքից երկու հոգին, ուղղակի ինչ-որ մեկը առանց ընտանիքի, բայց որ ընտանիքներով լինեն եկեղեցում, Հայաստանում եմ տեսել շատ, բայց ստեղ Ռուսաստանում ես չեմ տեսել այսպիսի բան։ Հավատացեք, չեմ ուզում հիմա մեր եկեղեցին գովեմ, փառավորեմ, իսկապես մեր եկեղեցին ընտանիքների եկեղեցի է։ Մայրը երեխաներով, հայրը երեխաներով, հայրն ու մայրը երեխաներով, էլ չեմ ասում, տատիկ, պապիկները իրենց թոռներով ու երեխաներով։ Սա հրաշք է։ Սա հրաշալի է, երբ որ ապաշխարում է ամբողջ տունը եւ ոչ միայն իր տունը, իր ազգի համար էլ է մտածում, իր քրոջ, եղբոր։ Ընտանիքը ստեղծեց Աստված։ Ընտանիքի հեղինակն է Աստված։ Եթե մեկը մտածում է, ես կկառուցեմ իմ ընտանիքը, նա չարաչար սխալվում է։ Դու չես կարող կառուցել ընտանիք։ Ընտանիքը կառուցել է Աստված արդեն։ Եկեք բացենք Ծննդոց, հենց սկզբից կարդանք։ Եվ Եհովա Աստվածը երկրորդ գլխից 16-24, երբ որ ես տեղ եմ ասում, խնդրում եմ անպայման վերցրու քո Աստվածաշունչը, քո հեռախոսի մեջ բացիր այդ տեղը եւ հաստատ նայիր, արդյոք ես ճիշտ եմ ասում, թե չէ։ Հա, գիտեմ, ինձ վստահում ես, որ չի խափի։ Բայց դու տես, թե ինչա քեզ Տերը ասում, հենց քեզ։ Եվ Եհովա Աստվածը պատվիրեց մարդին ասելով. Պարտեզի ամեն ծառերից համարձակեր, բայց բարի եւ չարը գիտենալու ծառից մի ուտիր, որովհետեւ նրանից կերած օրումդ մահով պիտի մեռնես։ Եվ Եհովա Աստվածը ասեց, որ մարդը մենակ լինի, լավ չի, որ մարդը մենակ լինի։ Նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար։ Եվ Եհովա Աստվածը շինեց հողից բոլոր դաշտի կենդանիներից եւ երկնքի բոլոր թռչուններից եւ բերավ Ադամի մոտ, որ տեսնի, թե նրան ինչ անուն կկոչեն, եւ ամեն Ադամը կոչեց բոլոր կենդանիներին կոչեց նա, եւ նրա անուններ տվեց, եւ Ադամի բոլոր անասունների եւ երկնքի թռչունների եւ դաշտի բոլոր գազանների դրավ անուններ, եւ իրեն հարմար օգնական, Ադամին հարմար օգնական չգտնվեցավ։ Եվ Եհովա Աստվածը մի խոր քուն բերավ Ադամի վրա, եւ նա քնեց եւ նրա կողի ոսկրից մեկը առավ, եւ նրա տեղը միս լցրեց, եւ Եհովա Աստվածն այդ կողի ոսկրից, որ Ադամիցը վեր էր առել, մի կին շինեց եւ նրան բերավ Ադամի մոտ, եւ Ադամը ասեց. Ահա սա իմ ոսկորն է եւ իմ մարմինն է, իմ մարմնից։ Սրան կկոչեն կին, որովհետեւ սա մարդիցը առնվեցավ։ Սրա համար մարդը կթողնի իր հորը եւ իր մորը եւ կհարի իր կնոջը, եւ երկուսով մեկ կլինեն։ Ամեն։ Հասկանում եք, սիրելի քույրեր, դուք ինքնուրույն չեք, դուք ծնվել եք տղամարդուց։ Երբ որ տղամարդը տեսնում է իր կնոջը, ասում է ո՞նց իմացար, որ ես էր քո կին, ասում է ներսում ես ինչ որ մի հատ բան, ում հետ է տես բաները, թե չէ, թե այդ իմ հետ է մենակ եղել։ Ես ասես մի ամիտ պատրում։ Այտենց է։ Ամեն մեկը հասկանում է, որ այս հենց իմն է, այս հենց իմ կեսն է։ Եվ ասում է, ոչ մի անասունի մեջ չգտնվեց իրան հարմար օգնական։ Ձինել էր օգնում, շուննել էր օգնում, չգիտեմ, կատուն օգնում էր, թե չէ, վերջը, բայց օգնական, հասկացեք, քույրեր, Աստված Ադամին օգնական ձեզ դրեց, կանանց դրեց Ադամին օգնական։
երիտասարդներ, հեռախոսից դուրս եկեք ու լսեք ինձ, որ վաղը մյուս օր ամուսնանալու եք ու հասկանաք, ով է կինը։ Կինը օգնական է։ Կինը ինքնագլուխ ինչ-որ մի արարած չի, ինքը պետք է օգնի իր ամուսնուն, եթե չօգնի, նա մենակ կմնա։ Ասեք խնդրեմ, որտեղ էր հայրն ու մայրը, ասма եւ սրա համար հələ որ մենակ Ադամն էր, մենակ Եվան էր, Աստված ասեց, եւ սրա համար ասма կթողնի իր հայրն ու մայրը, ոչ հայր կար, ոչ մայր կար։ Առաջի հայրը ու մայրը իրանք էին, հենց Ադամն ու Եվան։ Եվ իրենց հայրն ու մայրը հասկանալով Տերը, որ վաղը մյուս օր այս հայրն ու մայրը շատ սիրելու են ու կպնելու են իրանց զավակներին, Տերն ասում է, հենց հորը եւ հենց մորը, որ պետքա ամուսնացողը թողնի, ամուսինը թողնի իր հորն ու մորը, կինը թողնի իր հորն ու մորը։ Տեսեք ինչ է կատարում մեր իրականության, հայկական իրականության մեջ, կինը թողում է իր հորն ու մորը, հեշտությամբ թողում գալիս է, բայց տղամարդը չի թողում։ Ավելի շուտ տղամարդի հայրն ու մայրը չի թողում։ Մենք տեցեք, մեր ազգի մեջ էս կա, բայց Տերն ասեց, եթե ուզում ես լիակատար ընտանիք լինի, թողնի իր հորն ու մորը, որտև հնարավոր չի, մի կուխնյայում երկու հարս, երկու կին, մի տան մեջ երկու գլուխ հնարավոր չի։ Ուզում եմ հիշեցնել բոլոր տատիկ պապիկներին, ձեր բարձրացնեն պապիկները, որ այստեղ պապիկ են։ Ու տատիկներ դուք էլ բարձրացրեք։ Ուրեմն լսեք, ինչ է նշանակում պապիկ։ Եթե դուք ապրում եք մի ընտանիքում, որտեղ կան տատիկ, պապիկ, ամուսիններ եւ թոռներ, երբ որ քո թոռը գալիս է քեզ ասում է տատիկ կամ գալիս է քեզ ասում է պապիկ, պապիկ նշանակում է հրեայերենից թարգմանված։ Դու այս տան մեջ իշխանություն չունես։ Պատկերացնում եք այդ բառը։ Գիտեն լավ բան ասում, պապին ջան, ունենց ասում պապի ջան։ Դա նշանակում է դու էլ այս տան մեջ իշխանություն չունես, ստեղ իշխանավորը պապասը։ Դու գիտեք, այդ է նշանակում։ Տատին էլ ասում է, տատի ջան, մամայից տեսնում ես, դրան տեսնում։ Սիրելի կիսուրներ, սիրելի կեսրարներ, այնքան խորագիտությամբ մոտեցեք ձեր հարցներին, այնքան խորագիտությամբ մոտեցեք ձեր փեսաներին, որ այդ տունը չբաժանեք, որ այդ տունը կռիվ չգցեք։ Կոպիտ, բռի խոսքով, եսին ինչ ասելով, աղջի, սենց արեցիր, աղջի դենց, չէ։ Եթե ուղում ես, ընենց սիրուն ուղի, որ հանկարծ չվիրավորես, որ հանկարծ չնեղացնես, որ հանկարծ չստորացնես, եւ կտեսնես մի օր քո հարսը ուրախ չի, տխուրա եւ քո տղան էլ տխուրա եւ ուրախ չի քո շատ միջամտությամբ, որովհետեւ դու տենց չես թողել քո ընտանիքը, քո երեխաները հանգիստ ապրեն։ Ես չեմ խոսում, լավ լսեք, չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր արդեն տկար են եւ իրանց ծերության հասակի մեջ են, օգնության կարիք ունեն։ Եթե դու ձեռով ոտով ես, ուրեմն թույլ տուր կայանա այս մի ընտանիքը։ Քո ձեռով քո ոտով դու ապրիր քեզ համար, թող այդ ընտանիքն էլ կայանա եւ վաղը մյուս օր կունենաս կարիքը կվերցնեն քո իրանց մոտ ու քեզ կպահեն ոնց որ պետք նա։ Տերը օրհնի, գնանք առաջ։ Հետաքրքիր խոսքը իհարկե շատ լուրջ։ Ընտանիքը երակող միություն է։ Եթե մտածում ես աշխարհը գիտի թե ընտանիքը ես եւ ինքը խոսեցինք, ամուսնացանք, մենք արդեն մեր պայմաններն ասել ենք, տեսա ես սենց աղջիկ եմ, այն էլ ասում ես սենց տղա եմ, ես սենց կարիքներ ունեմ, ես սենց կարիքներ ունեմ, հենց գիտեն, հենց այս կարիքները կարան ապահովեն այս ձևով, այդպես չի լինում։ Հավատացեք, որ երեք կողմն է, Աստված է իրանց մեջտեղը կանգնած, եթե իրանք Աստծուն հանեցին, վաղը մյուս օր բաժանման թուղթ են գրելու իրարից։ Եվ այս աշխարհը տեսնում ենք շատ ցավալի բան ասեմ, Ռուսաստանի մասին ասեմ։ Ամենացավալի բանը, որ գոյություն ունի Ռուսաստանում, քանդված ընտանիքն է։ 70%-ը ամուսնության 5-6-րդ տարում արդեն բաժանվում է։ 3-րդ տարում արդեն բաժանվում է։
չեն կարողանում 70%-ը Ռուսաստանում բաժանվում է, որտեղ ընտանիք հասկացողությունը գոյություն չունի։ Սա մի տեղ է, որտեղ կրթվում է մարդը, որ մինչև ամուսնությունը եկեղեցին է։ Ինչ դեր ունի եկեղեցին չամուսնացածների կյանքում։ Ձեր բարձրացնեմ բոլոր չամուսնացածները երիտասարդ 16-ից 17-ից բարձր։ Ռոման, դու ձեռնիդ բարձրացրու։ Դու ինչ ես բարձրացնում, Սիրելիներս, ուշադիր լսեք։ Եթե ձեր մեջտեղ չլինի Աստված, ռուսը ասես մի հատ խոսք ունի, «Ради Бога»։ Դու չես կարող վաղը ներես, «Ради кого»։ Դու չես կարող վաղը ինչ-որ մի հատ բան շտկես քո, չկա այդ «Ради кого»։ «Ради Бога»։ Դրա համար Աստված ամենակարևոր տեղն է, քո ընտանիքի մեջ ամենակարևոր տեղն է։ Եթե ամենակարևոր տեղում չի Աստված քո ընտանիքը, բա որտեղ է Աստված քո ընտանիքում։ Չկա, դրա համար էլ բաժանությունները 70%-ի է հասնում, 3 տարի հետո 70%, 45 տարեկան արդեն մի 2-3 անգամ ամուսնացած բաժանված, ու չի կարողանում գտնել, սիրելիս, իմացի սենց մի հատ բան, ինչ եղել է հնում աշխարհի մեջ, անցավ, մոռացի հետ, դու եկել ես Տիրոջ տուն, քո կյանքը սկսում է նոր էջից, այստեղ արդեն քո ընտանիքը կառուցի Քրիստոս հիմքի վրա, որ կարողանաս քո տունը բերես դեպի Աստված ու մինչև վերջ գնաս ու քո երեխեքին հասցնես Տիրոջը։ Դառը չնստես ու լացես, ասես, ինչի աղջիկս բաժանվավ, ինչի տղես բաժանվեց, ինչի մենակ մնաց, որովհետև այս հիմքը չունի, այս հիմքը այսօր սովորացնում է եկեղեցին։ Ով է հովիվը, ով է եկեղեցին, այդ այն մարդիկ են, որոնք շատ կարևոր տեղ ունեն ընտանիքի ձևավորման մեջ, մեկը կասի ամեն, միգուցե մեկին էլ հովվի խոսքը օգնելը, միգուցե մեկին էլ Տիրոջ խոսքը օգնելը, ոչ թե մեկին, այլ շատ շատերին։ Հարազատս, եթե դու չգիտես ում գնաս, ում ասես, ում բողոքես, ում պատմես, լսեք, ամեն կաչաղակի չի կարելի պատմել քո տան եղած իրավիճակը, ու շատիդ լսեք, ամեն կաչաղակի, այո, հենց կաչաղակի, որ գալիս քցատում է, հալը հարցի, ինչ եղավ, ոնց եղավ, քո ինչ գործն է, ոչ մեկին չպատմես քո տան եղած չեղածը։ Մարդիկ կան, իրանք սիրում են հարցեր ու մեկ էլ տեսա դու պատմել ես, գործ չունես։ Քո ընտանիքի իրավիճակները, նեղ իրավիճակները, դառը իրավիճակները ամեն ընկերուհու պետք չի պատմել։ Որ մի ընկերուհին է ցանկանում լավ, ես ձեզ բան եմ ասում, եթե նա հոգևոր չի, ոչ մի լավ բաներ չի ուզում։ Նույնիսկ հոգևորների մեջ իրավունք չունես պատմել, ունես հովիվ գնա իրան պատմի, ինքը Տիրոջ խոսքով քո առաջ կդնի այս հարցերը, քո կնոջ առաջ կդնի այս հարցերը։ Եթե նեղ իրավիճակ կա, շատ վատ իրավիճակ կա, այդ հարցերը դու կնայես, քեզ կնայես, ինքն էլ իրան կնայի ու երկուսով կգաք համաձայնության «Ради Бога» հանուն Աստծու։ Տեսեք, խոսքը ասում է 3 տակ կապված թելը մելանք ուր այս խոսքը չեմ գրեք ավելացնեք դուխովնի մոստում։ Շուտ չի կտրվի։ 3 տակ, ոչ թե մենակ տղամարդու կին, այդ շուտ կկտրվի։ Տղամարդը իրան կքաշի կկտրի, կինն էլ իրան կքաշի, կտան կավիրեն կկտրեն կգցեն կողմ։ Իսկ 3 տակը, որ կա մեջտեղը Աստված, 3 հատ ամուր կապա, դա շուտ չի կտրվի, մեկը կասի ամեն, ամեն։ Փառք Տիրոջը, գնանք առաջ, Մատթեոս 19:4-6, տեսնամ որտեղ եմ գրել ես։ Մատթեոս 19:4-6, նա էլ պատասխանեց եւ ասեց նրան. չեք կարդացել, թե նա, որ սկզբից էր ստեղծված, արու եւ էգ ստեղծեց նրանց, եւ ասեց. սրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը եւ իր կնոջը կհարի։ Տեսեք, տարբեր տեղերում, հին ուխտում եւ նոր ուխտում ասում է, որ մարդը կթողնի իր հորն ու մորը եւ իր ամուսնուն կհարի եւ իր կնոջը կհարի եւ երկուսը կլինեն մեկ, այդ ժամանակ երկուսը մեկ կլինեն։ Խնդրում եմ նորից ու նորից բոլոր կիսուր, կեսրար, տատիկ, պապիկներ, հիշեք, որ թորդ քեզ ասում է մի խառնվի իմ հոր ու մոր գործին, ընտանիքին, մի խառնվի, որովհետև նրանք մեկ պիտի լինեն, ապա ոչ սա կբաժանի են կողմ, նա կբաժանի են կողմ, որովհետև այսպես երկուս չեն, այլ
մեկ մարմին կդառնան, որը Աստված միավորեց, թող մարդը չբաժանի։ Եթե մի բան Աստված միավորեց, թող մարդը չբաժանի։ Կան մարդիկ, որ եկեղեցիով չեն ամուսնացած։ Ուզում եմ հարցնել, ովքեր են, որ եկեղեցիով չեն ամուսնացել։ Կան։ Ռոման, եկեղեցիով եք ամուսնացած, հա։ Տեսեք, ինչ է անում եկեղեցին։ Եկեղեցով ամուսնացած դա նշանակում է խոստում տալ Տիրոջ առաջ, խոստում տալ մարդու առաջ եւ Տիրոջ առաջ, երկուսի առաջ էլ խոստում տալ։ Շատ ժամանակ ես քեզ ասեմ, քո խոսքը քեզ ասում է, լսի, հիմարություն մի արա։ Քո խոսքը Տիրոջ առաջ, մարդու առաջ, երբ որ գալիս է բաժանման հարցը կանգնում, քո խոսքը քեզ ասում է, հիմարություն մի արա, որովհետեւ դու խոսք ես տվել Տիրոջ առաջ, դու խոսք ես տվել մարդկանց առաջ։ Եվ Տերն ասում է, եթե մի բան Աստված միավորեց, թող մարդը ինչ չանի, չբաժանի ու չքանդի։ Իսկ մարդը սիրում է քանդել, մարդու բարկությունը, մարդու գազազությունը, մարդու անպարկեշտ վիճակը քանդում է իր տունը։ Սիրելի քույրերս, եղբայրներս, հիշեք, չի կարելի մտնել մարդու տուն քանդելու համար։ Դրա համար գոյություն ունի դուշե попечительство, ռուսերեն, հայերեն հոգեբարձու, որ հոգ է տանում այս մարդու հոգու փրկության համար։ Այնպիսի իրավիճակներ ա եղել, չեք պատկերացնում, գալիս են, պատմում են, լսում ես ու հետո ասում են, այ մարդ, այս կնիկա սրան պետք է կախեն է դրանք քիչ մտածում ես, այս բան կլինի։ Մեկ էլ լսում ես, հետո կնոջը։ Ասում Այս մարդա բա, այս կնիկը խեղճը ոնց է դիմանում սրա առաջ։ Լսեք, երկու կողմը պետք է լսել։ Ու երկու կողմում էլ հիշի, սատանան է արել։ Երկու կողմում էլ սատանան իր սերմերը լցրել է, սրան հանել է, նրա դեմ նրան հանել է, նրա դեմ հաջորդն ինչ է կատարվում տղամարդու ծնողները եթե մոտիկ են, նրանք են խառնվում այդ գործին, հետո կնոջը, հետո սկսում է միջազգային պատերազմը տեսած։ Գիտեք, դա մեր իրականությունն է, դա մեր շրջապատն է, դա մենք ենք, դա մեզ հետ կատարվող իրավիճակներն են, որ ամեն անգամ դու կարող ես հայտնվես այդ իրավիճակում։ Դրա համար է պետք, որ երիտասարդը այստեղ նստի ու լսի, վաղը ես ամուսնանալու եմ, ո՞նց եմ ինձ պահելու։ Ամուսինս ով է ինձ համար, ես ով եմ իր համար։ Ամուսինը հիշիր, քո գլուխն է, որից դու ծնվել ես, որից դու ստեղծվել ես, ոնց ասեց, տենց է լինելու է քո կյանքում։ Ինչքան էլ քեզ համար դժվար լինի դա ընդունել։ Շարունակենք, Ծննդոց 3-րդ գլուխ առաջին խոսք։ Որ չլինի այս խոսքերը ես եմ ասում, այլ գրված է Աստվածաշնչում։ Եկեք կարդանք իրար հետ։ Ծննդոց 3-րդ գլուխ, առաջինից մինչև 22-րդ խոսք։ Եվ օձը ավելի խորամանկ էր, քան թե դաշտի բոլոր գազանները, որ Եհովա Աստծուն ստեղծածն էր, եւ կնոջն ասեց. Իրավ Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք, եւ կինն էլ ասեց օձին, պարտեզի ծառից պտուղներից կուտենք, բայց այն ծառի պտուղից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասեց մի կերեք նրանից, եւ նրան մի դիպչեք, որ չմեռնեք, եւ օձը կնոջն ասեց. բնավ էլ չեք մեռնի, այլ Աստված գիտի, թե այն օրը, որ դուք նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն։ Տեսեք ոնց է միամիտ աղջիկա գտել։ Այս խելոք լսում է։ Չեք ուտի, ինչ ես ասում։ Ասենց օձեր կան, գիտեք։ Գիտեք, որ դա օձեր են այդ մարդիկ, որ գալիս են ու սկսում են սազն առած նվագել։ Դու գիտես ով ես, դու գիտես ինչ ես, քո մարդը սկի քեզ բանի տեղ չի դնում, դու գիտես ինչ մի հատ հուրիփերի ես։ Թմկաբերդի առումը լսել եք։ Ականջ դրեք, թափառական աշուղից, սիրուն կանեք, ջահել տղեր սիրուն կանեք, լավ ուշ դրեք իմ խաղից, մենք ամենքը հյուր ենք կյանքում, այս անցավոր աշխարհում հերթով գալիս, անց ենք կենում։ Եվ այնտեղ մի հետաքրքիր բան ասում, դու քո սազը վերցրու, դու չես կարող Թաթուլին հաղթես, նա անես կին ունի,
իր մեջքին կանգնած, դու չես կարող նրան հաղթես, երբ որ դուրս է գալիս մարտի կռվի ասում է, ոնց որ ամպերով գնա, ոնց որ ուրախության գնա, հարսանիք գնա, կռվի է գալիս, մենք նրա գալուց վախենում ենք, ով դու ջուչիչ ասում է, դե թավը, դե սազդ ար գնա նրա կնոջը հմայի, տես ինչ է կատարվում, տես որտեղ այս գրված, դու գիտեք թմկաբերդի առումը հենց նենց է գրված, դու գիտեք Թումանյանը չի կարդացել, չի տեսել որտեղ է հաղթվում քաջը, այստեղ, տեսեք ինչ է ասում, միթե Աստված ասեց, որ ուտեք կմեռնեք, նա նրան չէ, բայց նա ասեց չեք մեռնի, այլ Աստված գիտի այն օրը, որ դուք ուտեք, ձեր քո աչքերը կբացվեն, և Աստծու պես կլինես, դու Աստված կլինես, կնոջը սարկում է Աստված, ես լասում այն մարդ, կարող է, ես Աստված չեմ, հլ մի հատ փորձեմ տեսնամ, այդ Աստվածն ինչ է, ես էլ դառնամ Աստված էլ, չեք մեռնի, ձեր աչքերը կբացվեն, դուք Աստծու պես կլինեք, չարը և բարին գիտեցող կլինեք, և կինը տեսա, որ ծառը լավն է ուտելու համար հարմար, և թե հաճելի է աչքերին և փափագելի է, ծառը նայելու հարմար առավ նրա պտուղիցը և կերավ, և իր հետ իր մարդուն էլ տվեց, նա էլ նույն ձևի հավատաց, ընդունեց և կերավ, և նրանց երկուսի աչքերը բացվեց և գիտեցան, թե մերկ են, տեսեք, ստեղ սատանան բացեց երկուսի մերկությունը, իրա թերությունը, այս տեսավ, այն մեկի թերությունը երբեմն լինում է, ամուսինը տեսնում է կնոջ թերությունը, կինն էլ տեսնում է ամուսնու թերությունը, մերկությունը, և մեկը մյուսի մերկությունը տեսնելով, փորձեցին փախնել Աստծուց, պահկվել, չհասկացան, թե ինչ կատարվեց։ Եվ նրանց երկուսի աչքերը բացվեցին, և թզենու տերևներ կարեցին, և իրենց համար ծածկոց շինեցին, և Եհովա Աստված ձայնը լսելուց հետո օրվա հով ժամին պարտեզի ման էր գալիս, և Ադամը իր կնոջ հետ թակ կացավ Եհովա Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ, և Եհովա Աստվածը կանչեց Ադամին և ասեց նրան. «Ուր ես»։ Եվ նա ասեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում և վախեցա, որովհետև ես մերկ էի և թակ կացա», և ասեց. «Ով պատմեց քեզ, թե դու մերկ ես, արդյոք այս ծառերից, որի համար որ ասել էի, պատվիրել էի, նրանից չուտես կերար»։ Եվ Ադամն ասեց. «Այն կինը, որ դու ինձ տվեցիր, մեղադրեց կնոջը ու Աստծուն։ Նա տվավ ինձ այն ծառից և կերան, չասեց հա մեղավոր եմ, չասեց ներողություն»։ Տեսեք, այս շատ դաժան բան է, մարդը չի ասում, կներես ես մեղավոր եմ։ Եթե սխալ եմ գործ, չի ասում, մեղադրում է սրան, մեղադրում է նրան, ինքը իր վրա չի վերցնում, իր մեղքը ասի, ես էլ եմ մեղավոր, ես եմ մեղավոր։ Տղամարդը պետք է վերցնի իր վրա։ Եվ քեզ ասեմ, ինքը Եվային չասեց, ինքը տղամարդուն հարցրեց, Ադամ ուր ես, որտև քեզանից է ստեղծված Եվա, դուխի ընչի լսեցիր քո կնոջը դու կերար, այն կինը, որ ինձ տվեցիր, և Եհովա Աստվածն ասեց կնոջը, դու ինչ արեցիր, և կինն ասեց, ինձ էլ օձը խաբեց և ես կերա, և Եհովա Աստվածն ասեց օձին, որովհետև արեցիր այս անիծյալ գործը, անիծյալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից փորիդ վրա գնաս և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում, և ես թշնամություն եմ դնում քո և կնոջ մեջտեղը, և քո սերունդի և նրա սերունդի մեջտեղը, և նա քո գլուխը ջարդի, և դու նրա գարշապարը խայտես, մինչև օրս, ով որ օձ է տեսնում, դաշտում, ես չգիտեմ, մենք քաղաքում ենք ապրում, միգուցե դուք այդ բանը չեք կարա լրջությամբ հասկանաք, բայց մի օր ես երեխեքին տարել էի մեզ մոտ գյուղ, Սարեր, Եղեգնաձորի Սարերում էինք ու պատկերացրեք, ուզում ենք իշտենք մի ձոր, ինձ համար դա սովորական ձոր էր, երեխեքի համար դա մի սարսափելի անդունդ էր, պապ ասում դու ուզում ես մեզ սպանես, աղջիկան վազելով իջեք ներքև, ինչ կա դրան, չէ, մենք կմեռնենք։ Հետո որ իմացան ստեղ ապրում են ամենաթունավոր օձերը, գյուրզաները, պապ դու ուզում ես մեզ սպանես, հիմա գոռում են, դաշտի մեջ կանգնած լացում են։ Այդ չեք ուզում, չեմ ուզում ձեզ սպանեմ, հասկացեք, ձեզ ոչ մի բան չեն անի այդ օձերը։ Ոչ չեն անի մեզ կուտեն։ Մենք այդ օձերի մեջ ենք մեծացել, օձերի, կարիճների, տեսել ենք այդ ամիջը։ Տատիս որ գալիս էր ասում էր, տեսնում էր աղբերս կարիճի հետ խաղում է։
Մի ասում խաղ մի արա, սատկացրու։ Չի ասում ձեռից արդի ոչ կողքը անցավ գնաց, սատկացրու, բան չկա, քարը տվեց գլխի սատկացրու։ Սենց է, տեսեք, մինչև օրս, ասում քո ու օծի մեջ կդնեմ թշնամություն։ Մինչև օրս մարդը օծի գլուխն է ջարդում, օծն էլ կծում է մարդու ոտը։ Մինչև օրս այդ թշնամությունը կատարված է։ Եվ կնոջը ասեց, շատ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը, եւ ցավով զավակ պիտի ծնես։ Բոլոր կանայք գիտեն, որ ովքեր ծննդաբերել, որ այդ հղիության ցավերը չի եղել, այդ հղիության ցավերը եղել են մեղքի պատճառով։ Եթե մեղքը չլիներ, այդ ցավով դուք զավակ չէիք ունենա։ Այդ ցավը հիշեցնում է մեղքը, որ կատարվեց առաջին մեղքը։ Եվ ասեց, ցավով կնոջն ասեց, շատ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը եւ ցավով զավակ կծնես եւ դեպի քո մարդը կլինի քո փափագը եւ նա կիշխի քեզ վրա եւ Ադամին ասեց եւ տեսեք մարդը կիշխի քեզ վրա էս էլ է մի հատ բան որ դրեց կնոջ եւ մարդու մեջ ասեց սրանից հետո դու չես որոշելու է քո տեղը քո ամուսինը կինը ցավով զավակ բերում է կինը կնոջից ծնվածին օծը կծում է, այդ ամեն ինչը կատարվում է, բայց այս վերջի բանը, որ նա կիշխի քո վրա, կինը չի ուզում։ Կինը հրաժարվում է, որ ամուսինը իշխի, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, մի տեղ, որտեղ ասում է, կին, տղամարդ բոլորը հավասար են, բոլորն էլ հոգի ունեն Տիրոջ մոտ, բայց կին ամուսին հավասար չեն։ Մեկը պատասխանատուն է, մեկը օգնականը, ենթական։ Այստեղ Տերը այսպես է ասում։ Ով որ այս տեղերը խախտում է, նա կբաժանվի։ Նա չի կարա մնա Տիրոջ խոսքից դուրս, կբաժանվի։ Եվ Ադամը ասեց, որովհետև դու լսեցիր քո կնոջ խոսքին եւ կերար այն ծառից, որի համար պատվիրեցի քեզ, ասելով նրանից չուտես, անիծյալ լինի երկիրը քո պատճառով, նեղությունով ուտես նրանից, մինչև օրս նեղությունով տղամարդը աշխատում է իր հացը, իր քրտինքով, չարչարանքով, գալիս է, հիշում է Եվայի բոլոր մեղքերը, գալիս է տուն, սիրելի քույրեր, եղբայրներ, քույրեր, հատկապես քույրեր, երբ որ քո ամուսինը չարչարված հոգնած տուն է գալիս, այդ րոպեին вообще աշկին մի երևա, այդ չէ։ Այդ րոպեին փող մի ուզի, այդ րոպեին ես չգիտեմ մի հիշացու կոմունալ ծախսերը, երեխեքին այս չկա, այն չկա, մի հիշացրու, նա առանց հետ էլ քո պատճառով ընկել է այս չարչարը։ Գտեք ձևը ոնց շահեք տղամարդու սիրտը, գտեք այդ ձևը։ Սիրով, քաղցրությամբ շահեք տղամարդու սիրտը, ոչ թե հակառակվեք։ Հիշեք, որ նա է պատասխանատուն, Տերը վերջը նրան է կանչելու պատասխանատվության, քեզ չի ասելու Եվա ուր ես, աղջիկան, ասելու է Ադամ ուր ես, ինչ արել, էլի ճոյին է բերել քո գլխին։ Վերջը։ Եվ դաշտի խոտը կուտես ասմա, երեսիդ քրտինքով հացդ կուտես, մինչև որ ետ դառնաս երկիրը, որովհետև նրանից առնվեցա, նրա համար էլ հող էր և հող պիտի դառնաս։ Եվ Ադամը իր կնոջ անունը Եվա կոչեց, որովհետև նա բոլոր կենդանության մայրը եղավ։ Էլի, ցավալի բան։ Մի բան եմ ուզում խոսել, կին ամուսին մրցակցության մեջ, խնդրում եմ մի մրցի տղամարդու հետ, սիրելի քույրեր ջան, խնդրում եմ մի մրցի, ասա ես էլ կարամ, ես էլ սենց, ես էլ նես, դու ուժեղ չես, դու քո ուժի մեջ, քո չափի մեջ եղի։ Տղամարդուն պետք չի մրցակից։ Տղամարդ երբ որ տեսնում է սապերնիկ, ինքը մի անգամից ինքը հասկանում է, որ ինքը կամ բոքսի բանում է, կամ բարբայի Վերջը մի սկսի կռիվ անել իր հետ, ինքը քեզ կհաղթի, գործ չունես։ Հետո էլ ասում է, այդ նույնն է, ոնց որ խաղա մեկը բանի հետ ինչ է, մեր մի փեթակի հետ ասում է, վեկացավ կծեցին, բա կկծի, բա ինչ կարի։ Չի կարել, դու մի մրցիր իր հետ։
Դու եղի քո նրբության մեջ, դու նրբությունով ես գեղեցիկ, դու նրբությունով հաղթի, քաղցրությունով հաղթի, քաղցր խոսքով հաղթի։ Ասում է քաղցր խոսքը կոտրում է նույնիսկ ինչը ով կասի։ Մելանք ուր հլասա էլի։ Ասա։ Էդ էլ կա, բայց գրված է ոսկոր։ Քաղցր խոսքը անգամ ոսկոր է կոտրում։ Հլտեսեք ինչ է ասում։ Քաղցր խոսքը, եթե այդ պահին ինքը բարկացած է, մի հատ քաղցր խոսք ասա։ Նույնը տղամարդուն է վերաբերվում, որովհետև կինը սիրում է քաղցր խոսք, սպասում է քաղցր խոսքի։ Մի շատ չոր ու կոպիտ տղամարդու վերջը խոսում են, ասում են, քո կնոջը մի հատ քաղցր խոսք ասա։ Ասա մի անգամ կյանքս, այս սաղ, այս բարդը, այս քրտնաթաթախ առանց հետ էլ աշխատում է, մտնում է տուն, պարապում է, որ անպայման կնոջը ասի կյանքս, ոնց կասի կյանքս, և դուրը բացում մտնում է տուն, առաջինը բերանից դուրս աթում կյանքս, իսկ կինը շշմած նայում է, վայ ասում է կյանքս կերար, գիտես ասում է, ոնց կյանքս կերար, չի կարողանում, վերջը հասկացեք, տղամարդելը տես չոր ու կոպիտ է, չի կարողանում երբեմն իր կնոջը իսկապես ընդունի, որ էս է իր կյանքի միակ վերջ, որ իր կյանքն է, իրականում իր կյանքն է։ Ուզում ես կյանքը չդառնանա, անեց արա, որ նրա կյանքը համովանա և կտեսնես, որ իսկապես քո կյանքն էլ կհամովանա։ Այնպես, որ բոլոր ամուսինները թող շրջվեն իրենց կնոջն ասեն, կյանքս։ Մեկը ձեն չի հատվել է դրաստ ասեն, շատ հետաքրքիր է։ Ոնց ես կյանքս։ Ես էլ եմ սովորում, սիրելիներս ինձ համար շատ դժվար է եղել ասել ձեզ այդ պերիոդ հասնել, դժվար թե դեռ հասել եմ իրականության, բայց սովորում եմ, փորձում եմ սովորել, հասկանալ տես ոնցածից, աղջ խայտարակ մի արած։ Առաջի Կորինթացիս Առակաց 14:1 ասում է. հիմար կինը քանդում է իր տունը եւ իմաստուն կինը կառուցում է իր տունը։ Իմաստուն եղի սիրելի քույրս։ Ինչ ապետ տղամարդուն, ուզում եմ մի քանի խորհուրդ տամ։ Լավ, բերեք միտեղ էլ կարդամ, հետո այսօր շատ եմ կարդալու ու կարդացել 5-րդ Եփեսացիս 5:25-ը։ Եփեսացիս 5:25-ը։ Որտեղ եմ ես գրել։ Եփեսացիս 5:25-ը մարդիկ սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար։ Տեսեք ինչ է ասում տղամարդուն։ Ասում է սիրիր քո կնոջը այնպես ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին եւ իր կյանքը դրեց եկեղեցու համար, մեռավ իր եկեղեցու համար։ Ամեն տղամարդ պետք է հասկանա, եթե պետք է լինի այս պահին իր կյանքը տա իր կնոջ համար, ես չեմ կասկածում, չգիտեմ, քույրեր ջան, միգուցե ես ձեզ համար խիստ քարոզիչ եմ, բայց ես գիտեմ մեր եղբայրներին, բոլորին, համարյա բոլորին, բոլորն էլ իրենց կյանքը կդնեն իրենց կնոջ ու իրենց ընտանիքի համար, համոզված եմ ասում։ Այս ասերը, որ Տերը ասում է, ինչպես Քրիստոսը սիրեց եւ իր եկեղեցին իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնի, մաքրելով, ջրի ավազանով, խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոտություն, կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի, այսպես էլ պետք է մարդիկ սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց մարմինները, ով որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում։ Ռոման, ով որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում։ Եթե մեկը իր կնոջը արևշար չի սիրում, իրեն չի սիրում։ Վասնզի ոչ ոք իր անձը չի ատի, այլ կերակրում է, պահում է, հագցնում է, ինչպես Տերն էլ եկեղեցին, որովհետև նրա մարմնի անդամներն ենք, որ մարմնից ենք,
եւ նրա ոսկորներից ենք, սրա համար մարդը կթողնի, նորից երրորդ անգամ տեսեք ասма, սրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը եւ իր կնկանը կհարի եւ երկուսով մեկ կլինեն, այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վրա եմ ասում, սակայն դուք էլ իմ միջոցն եք, ամեն մեկը իր կնկան թող այնպես սիրե, ինչպես իր անձը եւ կինը վախենա իր ամուսնուց։ Գրված է, թող կինը վախենա իր ամուսնուց։ Այս խորհուրդը շատ մեծ է, շատ մեծ է։ Կինը պետք է վախ ու հարգանք ունենա իր ամուսնու նկատմամբ։ Ինչ բերանը չեկավ, այդ մտքին ինչ եկավ, այդ պահին չասի։ Հիմա մի քանի խորհուրդ եմ ուզում տալ կանանց։ Ինչ ապետ տղամարդու, մի փոքրիկ գաղտնիք եմ ուզում ասեմ, ինչ ապետ տղա, Անայ ջան, անենց ուշադիր նստել է լսում եմ, վայ Անայ ջան։ Առաջինը ինչ ապետ հələ այնով ասեցե, ով ասեցե։ Աղջի ջան, մեզ սեր պետք չի, լուրջ եմ ասում ձեզ։ Ասպա ճաշ է պետք, լավ ասեց Անայ մայրիկ ջան։ Ոչ էլ ճաշ է մեզ պետք, այնքան ռեստորանը մեզ համար ճաշ է փող կա, ես ես բան եմ ասում։ Հələ մի հատ ասեք, քույրեր ջան, մենակ դուք ասեք, խնդրում եմ, ինչ ապեն։ Հələ մի հատ մեծերը թող ասեն, լավ, ասենք թե նրանք երեխա են, բան չեն հասկանում։ Մենակ ուր ինչ ապեն։ Վայ, հնազանդություն։ Այո, հնազանդություն, առաջի տեղում հնազանդությունն է։ Հնազանդության մեջ կա հարգանքը, կա պատիվը, կա վախը։ Եվ էտա կնոջ իմաստնությունը ձեր ականջից ականջող արեք ու կախեք ես իրեք խոսքերը։ Հնազանդություն, այո։ Հնազանդության մեջ հավատարմություն էլ կա, հարգանք էլ կա, պատիվ էլ կա, վախ էլ կա։ Գրված է, թող կինը վախենա իր ամուսնուց, հենց այնպես չի գրված, ես չեմ գրել, Տերն է գրել։ Վախենա, որ ավելորդ բառ չասի, կռիվ չանի իր տղամարդու հետ այդ պահին, եթե այդ բառը պետք է ասես ու դա հետագայում քո համար քանդվի քո գլխին, մի եսիմ ինչ, պետք է չասես, որտեղ Աստծո վախը ունենաս։ Վախը չունի, հնազանդությունը չունի ու հարգանքը չունի, հետո ասում է կյանքս կյանք չմնաց։ Սիրելի քույրեր, նորից խնդրում եմ ձեզ ուշադիր լինելու այս ունենալ հնազանդություն, հարգանք, պատիվ։ Դրա մեջ ամեն ինչ կա, մեկը 41 թվին, որ գնում է պատերազմ, կնոջը կանչում է, ասում է, աղջի ջան, փափախս բարձր կպահես, ասում է, հա, ասում է, լվացել դրել եմ շկաֆի գլխին, ասում է։ Պատիվ, այո։ Ինչա պետք կնոջ, եկեք կնոջն էլ, տեսնանք ինչա պետք, տղամարդիկ, եղբայրներ ջան, եւ այսպես ինչա պետք կնոջը, ես կփորձեմ պատասխանել թե ինչա պետք կնոջը, լավ, եկեք իրար հետ բոլորս բացենք այդ տեղը եւ կարդանք տեսնանք ինչա պետք աղբերներ ջան կնոջը, ասում է առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ։ Իհարկե, այս տեղն է ովքեր չգիտեն, դժբախտ են, որ այս բանը չգիտեն։ Ովքեր չեն կարդացել, այո ու այո, դժբախտ են, բոլոր դրանք, բոլոր քո ընկեր ու բարեկամները իրանց փիլիսոփա համարեն, ես չգիտեմ, գիտնական համարեն, բայց եթե այս տեղը Աստվածաշնչում մարդ չգիտի, նա տգետ ու դժբախտ մարդ է։ Ամբողջ գրականությունը գրել է սիրո մասին առանց սերը հասկանալու։ Կնոջը պետք է ուրիշ ոչինչ, ես այսօր կնոջ հարցրեցի, ասես քեզ ինչա պետք ընդհանրապես ինձ սեր։ Հասկացա, որ կնոջը պետք է սեր եւ այս տեղը սիրո մասին։ Եթե մարդկանց եւ հրեշտակների լեզվով խոսեմ, նորից հիշեք, առաջի Կորինթացիս 13-րդ գլուխ բոլորը պետք է իմանան այս տեղը։ Հրեշտակների լեզվով խոսեմ, այսինքն օտար լեզուներով, երբ որ աղոթքի ժամանակ լսում ես օտար լեզվով մեկը աղոթք է անում, նա խոսում է հրեշտակների լեզվով։ Եթե նույնիսկ օտար լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես ձայն հանող ծնծղա եմ, ուղղակի ձեն եմ հանում, կամ հնչող ծնծղա։ Եվ եթե մարգարեություն ունենամ, եւ մարգարեություն գիտենամ, ամեն խորհուրդները, ամեն գիտությունները եւ ամեն հավատքը ունենամ, մինչեւ սարերն էլ տեղափոխել, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։ Եվ եթե
իմ ամեն ապրանքները, աղքատներին, ունեցվածքս բաժանեմ, մարմինս էլ կրակով այրեմ, բայց սեր չունեմ, ոչինչ եմ։ Լավ, դե բերեք սենց մի բան անենք, գեղեցիկ մի բան անենք, մի քիչ երաժշտությունը կբարձրացնես։ Ես ուզում եմ այսօր առաջ կանչել մեր թագուհուն։ Խնդրում եմ այս բանը մի քիչ առաջ եկող դիրել, մի քիչ Մարիամ ջան։ Թագուհի ջան, խնդրում եմ ուղեկցությամբ եկեք ծափահարենք այս ընթացքում, մինչև ինքը հասնի։ Արի առաջ։ Հաշվենք հայրիկի ուղեկցությամբ գալիս առաջ։ Խնդրեմ նստի ստեղ, նստի, թագուհի ջան, նստի։ Շատ շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, դուք գիտեք, որ այսօր մենք ուզում ենք եկեղեցում մի արարողություն անել, ինչի ես ընտանիք թեման խոսեցի, որովհետև վաղուց թագուհին ու Արամը ամուսնացած են, բայց ոչ եկեղեցով, ոչ Տիրոջ առաջ, ոչ խոստումով, ոչ օրհնությամբ, այսպես ասեմ։ Ուղղակի ամուսնացել են Զաքսով, հա, Արամ։ Գոնե Զաքսով։ Հիշեք, որ Զաքսն էլ ոչ մի եսին ինչ չի տալիս, դա ինչ-որ մի հատ փաստաթուղթ է, եսի, որ կինը ինչ-որ մի բան ունենա, տղամարդը տենց փաստաթուղթ է, բայց ոչ հոգևոր ուժ ունի, Զաքսը ուժ չունի, ուժ ունի, երբ որ դու հոգևոր ուխտ ունես մեկը մյուսի առաջ, և Արամը խնդրեց թագուհու հետ միասին, որ անենք այս արարողությունը եկեղեցում, ոչ ինչ-որ տարիներ են անցել, բայց կարելի է բոլորի առաջ, մարդկանց և Աստծու առաջ նորից ուխտ անել, ուխտը նորոգել, եթե մարդ միտեղ սխալվում է, գալիս է ու նորոգում, ասում է կներես ես իշտեղը սխալվել եմ, հիմա իրանց կյանքում այս բանն եղել է 90-ականներ, թե 2000-ական թվերներ, ամեն դեպքում հարմար չի եղել այդ պահին եկեղեցում անեն, բայց այսօր մեզ մոտ են, մեր եկեղեցում են, և ուզում ենք երեխաների ներկայությամբ իրանց ամուսնությունը վերականգնենք, լավ, ես ասեցի, որ կնոջը ինչա պետք շարունակեմ, բերեք սենց ասենք, Արամին ասեմ, Արամը երկայնամիտ է և բոլորը ասեն ամեն, ասմա թագուհին պետք է ասի ամեն, տեսնավ կասի ամեն, թե չէ, Արամը երկայնամիտ է թագուհի, սերը քաղցր է, Արամը քաղցր է, չի կարում ասես տեղա, դե պատկերացրեք, Արամը քաղցր է, սերը Արամը չի նախանձում, Արամը չի գոռոզանում, Արամը չի հպարտանում, այդ նույնը թագուհին, ով ասեց, տեսնանք թագուհին չի գոռոզանում, բռնում է, թագուհին չի հպարտանում, թագուհին գրված է, չի լրփանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չար բաներ, չի մտածում Արամի մասին, անիրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ, սերը ամեն բանի դիմանում է, սերը ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է, սերը ամեն բանի համբերում է, մեկը կասի ամեն, սիրելիս, եթե դու համբերություն չունես, դու երկար կյանք չունես, համբերությանդ բաժակը կլծվի, կթափի, համբերություն չունես, սերը ներող է, սերը ներում է, կարողանում է ներել, եթե դուք այս տեղերը չունենաք, դուք չեք կարող ապրել իրար հետ հարազատներ ջան, չեք կարող, սերը իրենը չի փնտրում, թագուհին պետք է փնտրի ինչ-որ Արամին է պետք, Արամը պետք է փնտրի, ինչ-որ թագուհուն է պետք, նույնը դուք, սիրելիներս, պետք է կարողանաք ներել իրար, պետք է կարողանա մեկը գա առաջինը, ով որ հոգևոր է, նա գա, քայլանի, ներողություն ասի, նա քայլանի մոտենա, ով որ մի քիչ ավելի հոգևոր է, որտեղ գրված ասում է, հոգևոր կյանքի ժամանակ կսայթակեք և կընկնեք, վայ նրան, որ այդ ընկած ժամանակ մեկը չունենա իր կողքին, որ բարձրացնի, ով է բարձրացնողը, հոգևորը, վայ նրան, որ քո կողքին հոգևոր կին չունեցար այդ վաղտ, հոգևոր ամուսին չունեցար այդ ժամանակ,
հոգևոր չեղավ, աշխարհիկ եղավ, կտրորի կգա կանցնի, ոչ էլ կնայի քեզ, ինչ կատարվեց քեզ հետ։ Սերը երբեք չի վերջանա։ Եթե մարգարեությունները կանգնեն, եթե աշխարհը խափանվի, լեզուները վերջանան, եթե գիտությունն էլ փոխվի, ապա ուրեմն մնում է վերջում բոլորի սիրած այս խոսքերը, որ ասում են հույս, հավատ եւ սեր, եւ դրանցից ամենամեծը ապրեք սերն։ Եթե սեր չլինի, իսկ սերը գրված է, որ Աստված է։ Աստված է սերը։ Եթե սիրո պակաս ունես, ուրեմն դու Աստծո պակաս ունես, հարազատս։ Եթե սիրո պակաս ունես, գնա մոտեցի, սիրո աղբյուրից խմի, տես թե ոնց ինքը սիրեց իր եկեղեցին եւ իր կյանքը տվեց եկեղեցու համար։